մեր գրական կյանքում նորամուտ է։ Լույս է տեսել Անդին խորագրով գրական երաժշտական ամսագրի առաջին համարը։ Ամսագրի գլխավոր խմբագիրը հիմնադիր խմբագիրն է Մերժան Տեր-Գուլանյանը, բարև ձեզ, պարոն Տեր-Գուլանյան։ Ավելի ճիշտ առաջին համարից առաջ նախահամարը դեռ անցյալ տարեվերջին լույս տեսավ եւ մենք մասնակցեցինք շնորհանդեսին Ակադեմիա պատկերասրահում։ Հիմա առաջին համարը մի քանի խոսքով եթե կարելի ներկայացրեք ինչ նյութեր են պարունակում։ Սկսեմ նախահամարից, ընդհանրապես այդպիսի փորձ ոնց որ Հայաստանում չկար։ Այո։ Առաջին համարից առաջ նախահամար։ Համարից առաջ նախահամար հրատարակել։ Նախահամարը մենք ընդամենը 500 օրինակով հրատարակեցինք եւ բաժանվեց անվճար, որ մարդիկ տեղեկանային թե ինչ ամսագիր էին հենց սպասում։ Նախահամարում հիմնականում այսպես ասած գովազդվում, ոչ թե գովազդվում էր, ծանուցվում էր փոքրիկ հատվածներ էին բոլոր հատվածներից, թե ինչ տեսակ ամսագիր է սա, որ մարդիկ այսինքն առաջի 3 համարների բանն էր, ծանուցումն էր։ Իսկ առաջին համարը արդեն առաջին համարն է։ Այո։ Հա։ Անկեղծ ասած ինձ դուր է գալիս մեր ամսագիրը ինչ մեր կստացնեմ։ Եվ դուք այն ժամանակ ասում եք, որ չափանիշները նեցեք, բարձրեք պահելու գրական երաժշտական չափանիշները։ Եվ չկա որևէ հոդված, պատմված կամ ցանկացած ստեղծագործություն, որ չկարդացվի։ Ամսագիրը նրա համար է, որ ինչ որ տվում ես, պիտի կարդացվի։ Անպայման։ Հատկապես գեղարվեստական գրական ամսագիր։ Հայրու ձևավորումով մեր Արտակ Բաղդասարյանի շնորհիվ ամսագիրը վերջ է։ Այո։ Առաջին համարը տպագրվել է 2000 տպականակով։ Հուսամ, որ մեր ժողովուրդը կընդունի եւ կբաժանորդագրվի եւ տարվա վերջ մինչեւ մենք կունենանք 5000 տպականակ ունեցող ամսագիր։ Դա Հայաստանի համար թվում է մի տեսակ չափազանց 5000 տպականակը, բայց ոչ անհնարին իմ կարծիքով։ Կան արդեն առաջին բաժանումներ։ Այո, առաջին բաժանումին նույնիսկ նկարը տպել են։ Հետաքրքիր է, չէ՞, Մոսկվա բնակ։ Դավիթ եւ Դավիթ Հակոբյանն հայր եւ որդի, հա։ Տոր, հայր Պապուտոր։ Պապուտոր։ Առաջին բաժանումն է, հետաքրքիր է։ Այո։ Ինչեր է, միտքս ավարտեմ։ Այո։ Գրական գեղարվեստական ամսագրի կարիքը կար Հայաստանի անկախության շրջանում, ըստ էության որևէ այդօրինակ ամսագիր չէր բացվում։ Չկար։ Բացի բացառությունը նարցիսն էր։ Այո, 7 տարի առաջ։ Այո, 7 տարի առաջ։ Սակայն ըստ էության ամսագիր չէր, որովհետև երկամսյա հանդես էր։ Անդինը ամսագիր է, այսինքն ամեն ամիս պիտի լույս տեսնի, այո։ Եվ հանդգնություն ունի մինչև տարվա վերջ ունենալ, ասացի, 5000 տպականակ։ Չափանիշները այնպես են դրված, որ կարդաք կտեսնեք ինքներդ, որ եթե մեկ տարի ու կես հետո մեկը ասի, թե ես բանաստեղծ եմ, կարող է հարցնեն Անդինը քեզ տպել է, այսինքն եթե տպել է, ուրեմն դու բանաստեղծ ես։ Եթե ես գրող եմ, ուրեմն Անդինում տպվել ես, թե չես տպվել, հա, եթե տպվել ես, ուրեմն հաստատ դու գրող ես։ Այսպիսի չափանիշ է որոշված, եւ բոլորս էլ հրաշալի ընկերներ ունենք մենք գրական մթնոլորտում բան, բայց ընկերականությունը որևէ կապ չի ունենալու ստեղծագործության որակի հետ։ Եթե բոլորովին վերջերս մեր տղաներից մեկը 12 բանաստեղծություններ բերել, որը շատ լավ պոետ է, ես ընտրել եմ միայն մի հատ։ Եթե դուք նախաձեռնեցիք այս գործը, այսինքն գրական բարձր չափանիշներով ամսագիր հրատարակելու բարդ գործ է, այսպես ասենք, ուրեմն այնուամենայնիվ ձեր մեջ ինչ-որ ընդվզում կար, գրական դաշտը բաց էր եւ չափանիշների հանդեպ առաջին ինչ հետո անցնել է արդեն չափանիշներին, խնդրեմ ասեք, ինչ հեղինակներ են ընդգրկված առաջին համարում, եթե կարելի։ Ժամանակակից հայ հեղինակներից կարելի է բացել, բովանդակությունը տպված է։ Այո։ Կարելի է բացել ու կարդալ թե ովքեր են։ Հագնոցս պիտի տնեմ ներողություն։ Դուք ես կկարդամ ոչինչ։ Այո։ Վահան Սաղաթելյան, Ալբերտ Նալչաջյան, Լևոն Ջավախյան, Հայկ Հարությունյան, ես էլ չեմ ասում, որ Չարենց, Արաշոտ Մինասյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Գոհար Քալաշյան, Հրաչյա Սարուխան, Մարտին Միքայելյան։ Մարդը որ ժամանակագիծ չի չարես, այն բանաստեղծությունը, որ մենք տպել ենք, ամենաժամանակագիծ բանաստեղծությունն է։
Անդիպներից է Չարենցի, որպես լուսազարդ երկրի թռչուն։ Որդ կդամ կարդալ։ Որպես լուսազարդ աշխարհի թռչուն, որ թևեր ունի ոսկեգույն թևեր, գերեցիր դու ինձ այս աջոմուկ ջուն եւ սրտով գերված հառնեցի ես վեր, լացված քո սիրո լուսե ցնորքով, հառնեցի անդարձ սիրադենչ հոգով, դեպի երկնային դաշտերը կապույտ եւ ցնորելով հասնել քո գահին, ներժեցի հոգով բախտը երկրային եւ ընկա մահի օվգյանները լուրջ քո անաս սիրո կարոտով վառված քո անաս գահին հասնելու տենչով շարունակեմ։ Անշուշտ Չարենց չի կարելի ընդհատել։ Վերացա մինչև բոլոր կատարված դենչերի ծիրին լսված ոչնչով քո անհաս սիրո քո գեղեցկության հերով վառվելով ցնորքին գերի վերացավ հոգիս մինչև բնության անսահմանության բարձունքը վերին չգտավ սակայն քո պատկերն այնտեղ չգտավ անգամ հետ կոտկերիդ մի սև սառնություն ոգիս կաշկանդեց եւ անգո թված համայնքդ գերիչ ահաբեկ իջա ամբեր ափերից լուսնահար հոգով եւ սրտով սառած եւ տեսա գրքին քո հրաբուրիչ պատկեր այնքան հաշտ ու հասարակ զգացի հանգարց իմ հանգած հոգով սրտով իմ սառած զգացի անդարձ որ զուր եմ հնդրել սփոփանքը քո ափերում գաբույտ երկնում վերամբարձ արտնացավի մեջ մի կարոտ նորից մտին մի զարմանք իմ հոգին պատեց թե ինչն էր այսօք այնինչն էր որ ինձ քո բարձ երկրային փառքից անջատեց հաստատեց քո գան աստերի ծիրում երկնային վերին նշեց ճանապարհ քո գեղեցկության համայնքին սիրուն քո այրով հեռուն հասնելու համար Երեշե Չարենց բանաստեղծ ծնված մարգարետ Մենք այսուհետև ամեն համարում ունենալու ենք մեկ բանաստեղծություն մեր մեծերից երկրորդ համարում Վանել Վարուժանի Տալիթան է տպագրել, որտեղ մարդիկ մոռացել են այդ պոեզիան, բարձրագույն պոեզիան մոռացել են։ Դրա համար ձեզ խնդրեցի բարձրաձայն ընթերցել, որպեսզի լսեն գոնե։ Ավարտեմ, որտեղ ես ուզում եմ, որ ճիշտ ասած իմ ընկերներով նույնպես խոսք ունեն ասելու, իրենց տեսակետներն ասեն։ Ես պարզապես օգտվելուց արդից պիտի մեր ժողովրդին խնդրեմ, որ բաժանորդագրվեն ամսագրին, որպեսզի ամսագիրը կյանք ունենա։ Այսպիսի մի թանկ հաճույք չէ ներեցեք բաժանորդագրություն, չէ։ Տարին 24,000 դրամ մի շիշ կոնյակ է ընդամենը։ Տարին 24,000 դրամ, իսկ դպրոցների և բանակի համար 12,000 ուղիղ կեսը։ Ուղիղ կեսը։ Այո, ուղիղ կեսը։ Բաժանորդագրվեն, որովհետև Անդինին բաժանորդագրվել է պատիվ է կարդալը հարստություն։ Այնպես որ սիրելի Վերջը ձեր նպատակը անոմնանի որն է, ժողովրդին կապել լավ գրականության հետ։ Լավ գրականության, լավ հրապարակախոսության, լավ գիտական հոդվածների, այո։ Ամեն ինչ պիտի լինի։ Այո, ամեն ինչ կա այստեղ, այո։ Ոչ միայն գիտականը նստած է Ալբերտ Նարշակյան հոդվածը։ Այո, այո։ Ոչ միայն գեղարվեստական գրականություն, այլ նաև գիտական հոդվածներ։ Ոչ միայն գրական, գեղարվեստական, հասարակական, նաև քաղաքականություն կա մեջ այստեղ։ Ալի Իսկանդարյանի հրաշալի հոդվածը կա այստեղ քաղաքական մեկնաբան եւ ուզում եմ ասեմ ինչու նաև քաղաքականություն ներեցեք ինչու չեք բավարարվել միայն գրական կամ հասարակական կյանքը եւ մեր կոպիտ ասած եւ հանրապետության վիճակը նկատի ունեմ մեր հարևաններով եւ այլն առանց քաղաքականի չի կարող յուրատնալ ուզել թե չուզել պիտի առնչվենք այստեղ Ադրբեջանի մասին է ինչ որ գրել է Իսկանդարյանը երկրորդ համարում տպագրվում է օրինակ թվում է թե քաղաքական բան չի կոչվում է խրամատ կամ նույն Ալեքսոս գրում է ուրիշ մի բան ինչպես են փոքրիկ պետություններն անկախացել որոնք այսպես անգլավային պետությունները 1950-ից մինչև այսօր, եկել է Ղարաբաղի ժամանակը։ Եթե ասում են թե ծով չունի, այս չունի, այն չունի, ոչ մի նշանակություն չի, բազմաթիվ այլպես երկրներ անկախացան։ Ուզում եմ ասեմ, առանց քաղաքացիություն չեն կարող։ Հետո մեր հարևանների հետ, Պարսկաստանի, վերջը արաբական գարուն ուզենք թե չուզեն, բայց մենք անդրադառնում ենք ոչ թե թերթային տարբերակով, այլ լուրջ վերլուծություն է
հեղինակները լուրջ վերլուծում են այդ ամեն ինչը։ Պարոն Տեր-Գուլանյան, դուք ամսագիր հրատարակելու, այն էլ լավ ամսագիր հրատարակելու լուրջ փորձ ունեք Ոսկե զգարուն ամսագրի մասին, որի երկար տարիներ գլխավոր խմբագիրն եք եղել։ Այն ժամանակ ձեր շուրջը համախմբված էր, ինչպես Վարդգես Պետրոսյանի ժամանակներից եկավ, լավ, չէ, հրաշալի երիտասարդություն կար գրական, հիմա ովքեր են ձեր շուրջը հավաքված եւ արդյոք կա այդ ներուժը ի վերջո այդպես ազատ, համարձակ եւ անկաշկանդ, անկեղծ ու ազնիվ ամսագիր հրատարակելու, ինչպես այն ժամանակ։ Հայոց արգանդը չի չորացել, իսկ ես չեմ վախենում տաղանդավոր մարդկանցից։ Ինձ համար տաղանդավոր մարդու հետ աշխատել շատ ավելի հեշտ է, քան մարդու հետ, որը սոսկ կատարող է։ Հետաքրքիր է, երբ որ քո աշխատակիցը քեզ հետ նաև վիճում է։ Ես բոլորովին։ Դրա համար էր Գարունը այդքան ուժեղ եւ այդպիսի հրաշալի սերունդ եկավ։ Նույն բան այստեղ է կատարվում։ Մենք շատ փոքր խումբ ենք, խոսքը ուղղակի աշխատողների մասին։ Կներկայացնեք ովքեր են ձեր աշխատակիցները։ Գլխավոր խմբագրի դերակար փայլուն գրող, թարգմանիչ, հրապարակախոս, Արդակ Բաղդասարյան, նկարիչ, ձևավորող, Անի Տեր-Գուլանյան, որի աղջիկն է, բանաստեղծ եւ երիտասարդ, այո, եւ մի քիչ էլ փիլիսոփա, կնոջ եմ տեսակ չես ասում փիլիսոփա, բայց աղջիկս այդ բաներն ունի, հագումներն ունի, եւ մենք քիչ ենք, բայց մեր շուրջ հավաքված մարդիկ են շատ, որ հավաքել։ Սկսած խմբագրական խորհուրդներ, բոլորը պայծառ մարդիկ են, որը արիք ունենանք ինձ հետ նաև խոսելու, եւ մեր հեղինակները։ Մարդիկ կան, որոնք իրենց տներում նստած են, որոնք շփացած չեն, որոնց հեռուստատեսություն չեն հրավիրում, որոնց թերթերը չեն անդրադառնում, որովհետև այդ օրինակ հոդվածի կարիք չունի թերթը։ Իսկ ես այդ մարդկանց տեղերը գիտեմ, բոլորին իրենց քարանձավներից դուրս են անում։ Աստիճանաբար։ Գրում են այլուն հոդվածներ։ Օրինակ, այս համարում կարդացեք Մարտին Միքայելյանի հրաշալի հոդվածը, անկախատեսելի։ Մարտին Միքայելյանը նոր արվեստապան է, իրեն համար երբեք հոդված չի գրել, բաներ չի զբաղվում այս բաներով։ Բայց ինքը գրել է հրապարակախոսական հոդված, հետաքրքիր հոդված է գրել։ Հա, ասելիքս ինչ է, եւ մնացած հեղինակները։ Ենթադրենք Հայկ Արությունյանին, այնպիսի հոդված բանի Աստղադիրանի տնօրենի մասին է խոսքս։ Մտքով դկասնեն, որ Հայկ Արությունյանը կարող է գրել այդ օրինակ հոդված վիրտուալ աշխարհի մասին։ Հետաքրքիր, բայց ես գիտեի որ ինքը կարող է, որովհետև ճանաչում մարդկանց։ Եվ իրենք եւ բոլոր համարներում կհայտնվեն մարդիկ, որոնց ընթերցողները ամեն անգամ կզարմանան այդ մարդկանց գոյությունից, որ այդ մարդիկ կան, այդպես մտածողներ կան եւ իրենք չեն իմացել։ Իսկ Հայաստանում այդպիսի մտածողներ շատ կան։ Այսօր ես սինոպսիս էի գնացել, սինոպսի տնօրենի հրավերով, ես հիացած եկել եմ այնտեղից, ապշելու բան եմ, ինձ Երևանում մի տեղ, որ լրիվ այլ աշխարհ է։ Այդքան ինտելեկտուալ մարդ։ Այո, եւ 600 ջահելներ, հրաշալի տղեկ, աղջիկներ, ուղղակի հիացած վերադարձել եմ, աշկերտս տեսում եմ ուրախությունից։ Այդ մարդկանց այդ բանը պիտի ամբողջը բերել ցույց տա ժողովրդին։ Մի տեսակ շատ ենք մանրացել։ Ես համակարգության կանոնները ինձ թույլ չեն տալիս մամուլի մասին պատման ասել։ Վերջին հաշվով ես հարգում եմ համակարգության կանոնները, բայց մի տեսակ շատ ենք մանրացել։ Բոլոր թերթերը բացում ես, այս ինչ պատգամավոր է, այն ինչ պատգամավոր է, ուրիշ կյանք չկա։ Ուրիշ մարդ չկա, ուրիշ մարդ չկա։ Այնքան մեծ է, ինչ պատգամավոր, եղբայր։ Աշխարհը մեծ է, երես աշխարհում շատ հետաքրքիր մարդիկ են ապրում։ Այո։ Բայց նրանք օրվա հերոսները չեն։ Որոնք օրվա հերոսները չեն։ Էս է խնդիրը։ Օրվա հերոսը պատգամավորն է։ Այո, անդին է գալիս է ոչ թե պատգամավորին բերի իրեն էջեր, այլ ընդհանրապես բերի այն մարդկանց, որոնք շատ ավելի լավ կլիներ, որ պատգամավոր լինեին։ Այո։ Որը չեն։ Շատ ավելի լավ են մտածում, շատ ավելի հետաքրքիր են մտածում, քան խորհրդարանը։ Եվ ինչու անդին, պարոն Տեր-Գուլանյան։ Այս ամենից, այո, լավ հարց։ Ինչու անդին։ Որովհետև նախ խորագիր է, ինչու։ Վերնագիր է, բանա։ Այս ամենից այն կողմ,
Ինչից որ դժգոհ ենք իմը, մամուլից ինչից դժգոհեցի ես։ Ես ամենից իմ գոհ, մի այլ աշխարհ էլ կա։ Պատու ստորում։ Հա։ Հետո գումարած դրան, որ խորհրդային շրջանը վերացել է եւ այլն, այդ կարմիր գիծը մենք հատել անցել ենք։ Այո, անդինի մեջ ենք մենք հիմա, մի այլ վիճակի մեջ։ Մի այլ իրականություն։ Այո, մի այլ իրականություն եւ այդ իրականությունը պիտի տեղ գտնի այստեղ։ Մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր հոգսու ցավերով եւ իրեն հրաշալի մարդկանցով եւ ստեղծագործող մտքով պիտի այստեղ տեղ գտնի։ Այս ամսագիրը չի դառնալու բամբասանքի վայր, որ ինչ որ բամբասանքան վազներ գրեն իրար հանդեպ այն ջեպկիրության դες, էլի այդպես կողքի են նայում, չէ մադրությունը գրբանը, ջեպկիները դες են, ուրիշ կողմ են նայում, այդպես հոդվածագրներ կան, էլի այդպիսի, շատ են։ Այստեղ ինչ որ գրվում է, հիմնավորվում է, ինչ որ գրվում է, վերլուծվում է, ինչ որ գրվում է, անալիզ է արվում։ Եվ հենց այնպես որևէ բան չի, ես դուր չեմ, ոչ էլ իմ ընկերներ։ Ուզում եմ ասեմ, իմ տպավորությամբ ամսագիրը թողիզներեն մեծամտության համար դատապարտված է հաջողության։ Շնորհակալություն ու հաջողություն ձեզ։ Խնդրեմ։ Այժմ լսենք նաև ամսագրի փոխանցագիր, արձակագիր, թարգմանիչ Հակոբ Սողոմյանի։ Խնդրեմ պարոն Սողոմյան, մի քանի բառ, ինչպես ստեղծվեց այս համախմբումը ամսագրի շուրջ, չկարողեք ասել։ Թույլ տվեք ասել, որ իմ համոզման անդին ամսագրի ստեղծումը ոչ միայն անձնական, անհատական նախաձեռնություն էր, ինչ ես համարում եմ մշակութային խիզախում անհատիր խմբագիր Մերժան Տեր-Գուլյանի կողմից, այլ նաև հասարակական պահանջ։ Մեր հասարակությունը կարիք ունի բարձրարժեք գեղարվեստական գրականության, ճշմարիտ, խելացի, սրտացավ, օբյեկտիվ, անաչառ, ընդգրկուն հրապարակախոսական հատվածների։ Կարիք ունի վերհիշելու իր անցյալը, պատմությունը, մշակույթը, կարիք ունի ներկայացնելու այսօրվա ստեղծագործողներին, երիտասարդներին, հասուններին, եւ այդ բոլորի հետևանք է անդին ամսագրի ծնունդը։ Դուք անձամբ ինչ եք կարծում ամսագիրը իսկապես լուրջ տեղ ունենա մեր գրական դաշտում կասեցին անպայման ունի հասարակության մեջ։ Այսօր հասարակությունը ինչքանով է պատրաստ բարձր արվեստի գրականություն ոչ միայն անցալելու, այլ նաև կողքի ապրելու, որովհետև մենք տեսնում ենք մեր հասարակության չասենք պահանջները, բայց անանալիվ այն ամենը ինչ հասարակությունը ստանում է, չէ, շատ հաճախ գրողները, արվեստագետները, մշակույթի լուրջ գործիչները ասում են շատ ցածրաճաշակ է եւ հասարակությանը վատ բան։ Ես պիտի ասեմ այսպիսի բան, մեզ խափում է, թե մեր հասարակությունը չի կարդում, սպասում, կարիք չունի։ Դա սուտ է։ Ճիշտ չէ։ Դա սուտ է, բացարձակ։ Կարող եմ վստահ ասել, որ պարոն Նալչաջյանը հայտնի հոգեբան կարող է հաստատել իմ ասածը։ Կարող եմ փաստեր բերել։ Խնդրեմ պարոն Նալչաջյան, լսենք նաև ձեզ, դուք որպես հոգեբան, որպես մասնագետ, փորձագետ, ինչ կարող եք ասել։ Այսօր մեր հասարակությունը ինչ մշակույթի եւ արվեստի կարիք ունի վերջում։ Այն ինչ մատուցվում է հեռուստաընկերություններով կամ, չգիտեմ, հազար մի սրահներում եւ այլն, թե խնդրեմ։ Ուրեմն ես լսեցի այս նախաձեռնության մասին եւ ստացա առաջարկը իմ հին ընկեր Մերժան Տեր-Գուլյանից, իհարկե անմիջապես ընդունեցի, որտեղ ինքս գիտակցում եմ, որ նման ամսագրի հանդեսի կարիքը այժմ կա։ Ընդ որում ինձ շատ ուրախացրեց այն, որ նախատեսված էր եւ ես էլ քննարկման ժամանակ այդ առաջարկը արեցի, որպեսզի ամսագրում հրատարակվեն հրապարակախոսական հոդվածներ եւ հատկապես գիտական հրապարակախոսական, գիտա հանրամատչելի հոդվածներ գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ։ Եվ իհարկե լինելով հոգեբանության բնագավառի աշխատող, ես կարծում եմ, որ հոգեբանությունը, որ այնքան կարևոր է մոտ է գեղարվեստական մտածողությանը, գեղարվեստական գրականության գրողներին, պետք է ներկայացվի ինչպես
պետքն է։ Եվ առաջին համարներում արդեն այդպիսի հոդվածներ գնում են, հետագայում էլ կլինեն։ Քանի որ խնդիր է դրված, որպեսզի ամսագիրը աշխատի նաև բանակի համար, մենք նյութեր ենք ներկայացնելու ռազմական հոգեբանության վերաբերյալ, որ նույնպես շատ անհրաժեշտ է։ Ընդ որում ես կարծում եմ, որ այդ հոդվածները երբ լույս տեսնեն, երիտասարդության շրջանում մեր գիտության նկատմամբ հետաքրքրությունը ել ավելի կմեծանա։ Իսկ հետաքրքրությունը մեծ է։ Ես համաձայն եմ պարոն Սողոմոնյանի հետ, որ մեր ժողովրդի ինտելեկտուալ հետաքրքրությունները մենք հաջող թերագնահատում ենք։ Բերեմ մի անձնական օրինակ, անհամեստություն չլինի, ասեմ, մի երկու շաբաթ առաջ էր ներողություն, դեկտեմբերի 20-ի կողմերում ինձ հրավիրեցին մանկավարժական Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, կազմակերպել են միջոցառում։ Ուրեմն դա վերաբերում էր հետևյալին, թե որ հեղինակի գրքերն են ավելի շատ տարվա ընթացքում պատվիրվել։ Դե ես հոգեբանության մի շարք դասագրքեր եմ գրել։ Գրադարանում միջոցառում տեղի ունեցավ, ուրեմն հոգեբանության վերաբերյալ իմ գրած աշխատությունները պատվիրել էին ուսանողները տարվա ընթացքում 21000 անգամ, որի համար ինձ դիպլոմ տվեցին նույնիսկ, որ այդպեսի ուրեմն ուզում եմ ասել, որ հետաքրքրությունը մարդաբանական խնդիրների նկատմամբ հոգեբանական շատ մեծ է։ Իսկ գեղարվեստական գրականության նկատմամբ իմ հետաքրքրությունը անձամբ բավական մեծ է, թեև ժամանակը շատ քիչ է, մեր գիտությունը շատ բարդ է, հա։ Իսկ հասարակության մեջ կա հետաքրքրություն, բայց ոչ այն, ինչ ասենք ես հիշում եմ խորհրդային իշխանության ժամանակ, շատերն են զբաղված կենսական հարցեր լուծելով դժվարությունների մեջ են։ Ես ինքս նկատել եմ, որ մարդիկ ուզում են կարդալ, բայց հաջող ժամանակ չունեն։ Հիմա նոր թարմ բան է, երևույթ է։ Ուզում են ներեցեք, որ նաև հետաքրքիր հեղինակներ չկան հիմա գրական դաշտը հետաքրքիր։ Գիտեք ինչ, իրենք գրողներն են, հավանաբար բանակների են բաժանված, հրատարակում են գործեր, ասում են, այսքան խոտան է հրատարակվել, այսքանը ոչինչ, լավ է կարդալ։ Դա էլ է մի քիչ բանում։ Թողեք մարդիկ կարդան, տեսնեն, գուցե տաղանդավոր գործեր կան, որ պետք է իմանալ։ Դա իհարկե գրականագետները, քննադատները պետք է աշխատեն եւ հասարակությանը ներկայացնեն առավել արժեքավոր գործերը, որտեղ օրինակ ես անգամ ժամանակ չունեմ, որ այդ 500-ից ավելի գրողների գործերը բոլորը կարդամ, տեսնեմ որն է լավ, որը վատ։ Իսկ այդ երիտասարդ մեր փիլիսոփա գրող բանաստեղծուհին գրողը ձեր հայրիկը այդպես ներկայացրեց, ինչ կասի։ Իսկապես երիտասարդությունը կարդում է այսօր, սիրում է կարդալ, եւ ինչ է կարդում։ Միանշանակ կարծում եմ կարծիքով, իսկապես թյուր կարծիք եթե չի հետաքրքրում գրականությունը, ավելևս երիտասարդությունը ընդհակառակը, ես կասեմ հիմա նույնիսկ դարձել է նորաձև, ես այնքան ուրախ եմ, որ տեսնում եմ այդ նշույլները, որ գրելը դարձել է նորաձև, այսինքն արդեն կարող է ասենք սիրահարված տղան բանաստեղծություն նվիրել աղջիկան, որ չկար մի բան, ասենք։ Գիրքեր են չէ նվիրում։ Գիրք է նվիրում, գրպանում, ասենք փոքրիկ գրքույկ է պահում, որ կարող է նորից այդ ամենը մտնել նորաձևության, այսպես էթիկայի մեջ, հա։ Շատ գեղեցիկ բան է դա ու շատ գեղեցիկ է, որ մենք կարծես թե վերադառնում ենք այդ ամեն ինչին նորից։ Անդինը նաև այդ խնդիրը ունի։ Նաև ունի այն խնդիրը, որպեսզի այո, այսպես ասեմ, գովազդի գրողի կերպարը նաև։ Դուք նշեցիք քիչ առաջ թե ինչու նաև հասարակական է, այո, ինչու նաև քաղաքական է, որովհետև գրողը պետք է չառանձնանա այդ հասարակական քաղաքական երևույթը։ Միջավայրի ծնունդն է։ Ի վերջո միջավայրի ծնունդն է գրողը, այդ հասարակության ծնունդն է։ Ինչպես կարելի է քաղաքականություն առանձին դիտել։ Օրինակ հրաշալի մենք գրական ամսագիր ունենք Նարցիսը, որ զուտ գրական է, իսկապես բարձր արժեք է թելադրում, իր չափանիշներ ունի, բայց միայն գրական է։ Այսինքն գրողը պետք է չմոռանա, թե ինքը ինչի է գրում, ընդհանրապես, հա։ Հասարակության համար է գրում ինքը գրում է, որպեսզի ինչ-որ արժեքներ, ինչ-որ կարևոր մի բան հիշեցնի մեզ անընդհատ, այսինքն ինքը անընդհատ պահի հիշողությունը, մարդու արժեքային համակարգը պահի անընդհատ, այդ է իր առաքելությունը։ Հրապարակախոսական հոդվածները ներեցեք ավելի մեծ հետաքրքրություն են այսօր կարծես թե առաջացնում, քան նույնիսկ գրական երաժշտական ստեղծագործությունները։ Համաձայն եմ այն իմաստով, որ այսօր նորաձև է դարձել կարճ ինչ-որ մի գավաթ սուրճի շուրջ ինչ-որ մի բան կարդալու, հա, հրապարակախոսական հոդվածները այդպիսի մի բան ունեն, կարճ են, խիտ են եւ միանգամից ասում են, ինչ-որ ասենք կուզենայի այդ բանին արագությամբ վերլուծել։ Ավելի հեշտ են գրում։ Հիմա վեպերը, մի տեսակ ծավալուն բաները կարծես թե ժամանակի բնույթով չես կարողանում ընթերցել։ Բանաստեղծությունն ավելի հեշտ է, կարճ պատմվածքներն ավելի հեշտ է, ժամանակն է պահանջում։
այդ իմաստով։ Այո, հրապարակախոսականը, այո, բայց ամեն ինչ իր տեղում է եւ հոգու համար բանաստեղծությունը եւ հրապարակախոսությունը մեկ այլ դեպքում։ Անդին պատրաստում այդ ամենը մեկտեղ է։ Այո, պատրաստվում եմ մեկտեղ այդ ամենը։ Ձեր շնորհիվ բոլորի։ Բոլորից մեր ամբողջ ստեղծագործական կազմի շնորհիվ։ Շնորհակալություն։ Սա մյուս աշխատասենյակ։ Նորից բարև ձեզ։ Ձեր աշխատակիցներն են։ Ես պատիվ ունեմ ներկայացնելու մեր խմբագրական խորհրդի անդամներին Լևոն Գալստյանին, Լևոն Գալստյանին կարծեմ ճանաչում եք, երևելի սցենարիստ, հայտնի ֆիլմերի, ինչպես նաև երկոցի, հրարիչ Պորպոկովը ու հեղինակը։ Մեր մյուսը, էլի խմբագրական կազմի անդամ Հարություն Հարությունյանը մեր, հրաշալի գրող, այս Հարութին որպես գրող հենց Անդինի էջերում կբացվի կտեսնեք, եւ գրող եւ հրապարակախոս եւ փայլուն լրագրող եւ հրաշալի աշխատանքի կազմակերպիչ ամենայն դեպս այն շրջանում երբ որ ինքը հայրուրի տնօրենն էր հիշում եք ինչպեսի հայրուր էր անում այսքանը պատիվ ունեմ ներկայացնելու ձեզ Լևոն մի քանի խոսք խնդրեմ ամսագրի այդ աշխատակցելու նաեւ ամսագրի նպատակների եւ ծրագրերի մասին ինչ եք պատրաստում վերջը անել այստեղ Ես շնորհակալ եմ Էրուժան Տերկուլյանին իր Անդինին ինձ ոգևորվելու բավականություն պաշարելու համար առանց ոգևորության ոչինչ չի լինի, ոչինչ չի ստեղծվի առնվազն մենք կարող ենք ինչ-որ բաներ վերարտադրել ու այդպես շարունակել ինչ-որ մի հոգևոր գոյապահպանական ընթացք Անդին վերջո նախկին Գարունի ժառանգորդն է, ամենպես իր նպատակով իսկ Գարունը մի տարածք էր, որտեղ մենք ազատ ենք և խմորվում էր մի մեծ, շատ կարևոր տեքստ, ազատության տեքստը ձևակերպվում էր դա և բոլորս այդ ազատ տեքստի զավակներն ենք, մեր կրթության, մեր դասիրակության, մեր երազանքներով։ Պարկասում, հիմա կամ մի տարած, կամ մի տեղ, որ կարելի է գնալ, որի դռները բաց է մտքի, ինտելեկտի, ստեղծագործության, տաղանդի, շնորհքի առջև։ Անկախ իրենց սոցիալական, գաղափարական դիրքավորվածություններից մարդիկ կարող են ներկայանալ։ Ինքը Անդինը պետք է մի պինդ մարմին լինի, ինքնին մի ասելիք ձևակերպի և դառնա ոչ միայն այդ ազատության տարածք, այլև ճաշակ ձևավորող, միտք շարժող, նոր տեքստ ձևակերպող, չգիտեմ, միջավայր։ Այդ հույսը ունի հստակ նախադրյալներ։ Հենց այնպես չի ես ամենը, որտեղ դուք տերտեք էջերը, այդ ուղեցները արդեն կա, որակի, չապանիշների։ Սա ճանապարհի սկիզբն է միայն։ Վերջերս ռուս մտավորական շվիդկոյը մի հետաքրքիր բան ասաց, նախկինում հեշտ էր։ Գրողը ստեղծագործողը գործում էր պետության հետ և ազատ համարձակ խոսքը, այդ ընդվզումը արդեն գնահատվում էր որպես ավելք։ Հիմա ավելի բարդ է, խոսում են բոլորը, պարկասու, ինչ ուզում ասում են։ Բայց դժվար է այնքանը, որ այսօր ստեղծագործողն ու գրողը խոսի ասուր հետ։ Այդպես ասած շվիդկոյը, դա իրոք շատ դիտուկ հետաքրքիր բան էր։ Այսպիսի ավելի հոգևոր բարդ խնդիր պետք է լուծի այսօրվա գրողը և Անդինը որպես մի մարմին, մի երևույթ, մի, չգիտեմ, ստեղծագործություն։ Այսքան է Շնորհակալություն։ Հարությունին կարող ենք լսել, հիմա այս պահին մի քանի խոսք խնդրեմ։ Ես չգիտեմ, ուղղակի Անդինը միգուցե չլիներ, եթե դաշտում լինեին Անդինի պես ամսագրեր։ Վերջերս մի երիտասարդ գրողի հետ էի զրուցում, ասացի, որ այս տեսակի գործ ենք նախաձեռնել։ Ինքն ասեց, գիտես, ինձ չի հետաքրքրում ամսագիրը,
Ես ինտերնետում ինչ-որ պետք է համացանցում փնտրում եմ, գտնում եմ եւ ես հաստատ չեմ գնի իզուր եք հիմա տպագիր մամուլին իզուր եք այդքան ուշադրություն դարձնում եւ երբ որ ես իրան տվեցի նախահամարն ասեցի մի հատ ծանոթացի կարծիքը ասեց ես մեծ հաճույքով կգնեմ Այսինքն մեր թիրախը նաև պետք է լինի երիտասարդությունը, որովհետև վերջապես մենք դաստիարակվել ենք Գարունով, Յունստով, Ավանգարդով, հա, մենք բանակում ծանրոց էինք ստանում, մեջի ապրանքը տալիս էինք ուրիշներին, բայց այդ փաթաթված այդ թերթերը, բաները դրանք մենք կարդում էինք։ Ինչքանով կստացվի, պետք է անենք ամեն ինչ, որ ստացվի։ Հիմա դեռ վաղ է դրա մասին խոսելը, միգուցե նու առաջի համարը վատը չի, երկրորդը պետք է ավելի լավը լինի, երրորդն ավելի լավը պետք է լինի, եւ նաեւ պետք է ինքը դաշտում իր դերակատարությունն ունենա եւ փնտրված ամսագիր լինի։ Ես մի անգամ ուղակի կատակով, երբ որ նշում էինք, ասացի սա ամսագիր չի, սա ամսագիրք է։ Սա գիրք։ Այո։ Հաջողություն։ Շնորհակալություն։